Ես Գայք Ծառուկյանս ամբողջ կյանքս ապրել եմ իմ երկրում։ Ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես օրական հանդիպում եմ տարբեր մարդկանց հետ։ Մարդիկ մտահոգ են, նեղված են, կոտրված են, հիասթափված են։ Կա խնդիրը, կա պրոբլեմը, կա լուծումը։ Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Մեր առաջարկած Հայաստանը ամենալավը պետք է լինի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Վիրավ Ղազարյան, գյուղ Հերմոն։ Դեպքը տեղի ունեցել առավոտյան ժամը 10-ին։ Առավոտյան անասունները դե միշտ հանում ենք մեր ստան վերևը։ Ու գնում ենք հետ գնում ենք գոմերը մաքրելու, էլի, որովհետև չենք հասցնում։ Կանգնենք, պահենք, այդ գոմերը կմնա, եթե դες շանենք։ Միշտ մենք գոմերը մաքրում ենք, ինք պապաս գնացել էր սնկի։ Զորի մեջ տենում է, որ արջը հարցակվել է այդպես անասունի վրա ու ուզում է ուտի։ Այդպես ձեն է տալիս, մենք շուն ունենք, էլի։ Շունը այդպես լարում է գնում է այդ արջին։ Այդպես բզանգում է գնում ենք ավտոյով, տենում ենք ինչ արդեն այդ 2 տարեկան ցուլիկին կերել է, այդպես սատկել է, էլի արդեն։ Հետո զանգում եմ 911, ասում եմ, որ ինձ բան է եղել, հետո իրանց աշխատակիցը մոտենում է, հաստատում է, նկարում է, որ այդպես բան եղել է, հետո ես այդտեղ մեր մոտի այդպես աշխատողներից կամ այդպես անասնաբուժական ծառայություններով զբաղվող մարդկանց ասում եմ, որ sense դեպք է եղել, որտեղ դիմեմ եւ այլն, ինձ ասում են մեկ է, այսքան ժամանակ 20 թվից երկում, այդպես դեպքերը չեն փոխհատուցվում։ Չեն փոխհատուցվում, ես էլ այդ անասունները ինչ ճիշտն է ձեռք եմ բերել վարկով։ Հիմա իրանք ստեղ արջերը եւս մի դեպք էլ մի քանի տարի առաջ էլի նորից արջը տենց մի անասուն կերել էր, ուղղակի ինձ փոխհատուցեցին լրիվ ուրիշ մարդ, երևի թե իր միջոցներից։ Այս արջերի ձեռը միշտ էլ ամեն հարցում տուժված ենք, որովհետեւ մեզ օր ու արև չեն տալի։ Մեր բաղջի մեջ մեր մեղուները։ Մեր բաղջի մեջ մեր մեղուները կերավ, մեր ծառերը ջարդում է, հարևանից ծառերը սաղ տենց աշունը սաղ ջարդել է։ Այդպես միշտ վնաս է տալի։ Շուկայական մի 350,000-ի կարգի, որովհետև 90 կիլո, մոտ 90 կիլո միս տվող ապրանք էր ինքը։ Ես դիմել եմ, իրանք վերցրել են արձանագրություն, այսինքն ես իրանք տեղյակ եմ պահել ու ոչ մի բան հələ որ չեն ասել։ Ես դիմում եմ, չգիտեմ, այդ բնապահպանությանը որը կենթանիները իրանք այդպես բուծում են, զարգացնում են, բայց մեզ վնաս են տալի, գոնե վնաս տալու դեպքում փոխհատուցեն։ Բերում են, բաց են թողում ստեղերքը ու այդ կենթանիները փաստացի չեն կերակրվում, ոչ մի տիպի իրանք չեն կերակրում։ Մտնում են գյուղում, հավեր են ուտում, վերջը պոպոկի ծառերն են ջարդում աշունը ու այդպես միշտ այդպես խնդիրներ են առաջացնում այդ արջերը։ Եղել է դեպքեր, մի քանի անգամ եղել է դեպքեր, որ հարձակվել են մարդկանց վրա։